Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Գոհար Վեզիրյանը և Լովա Խաչատրյանը իրենց քարոզչական նյութերը փակցրել են օրենքով չնախատեսված վայրերում։ Նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Տիգրան Պետրոսյանն այս բովանդակությամբ դիմում բողոք էր ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով և առաջարկում էր վարչական վարույթ հարուցել նշված խախտումները վերացնելու համար։ Օրակարգում ընդգրկված մյուս դիմում բողոքը ներկայացրել էր ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Բողոքը վերաբերում էր Ագարակ համայնքում օրենքով չնախատեսված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելուն։ Երկու բողոքներն էլ հանձնաժողովը միաձայն մերժեց։ Դիմում բողոքներ ներկայացրել էին նաև ԲՀԿ Սիսիանի տարածքային կառույցի նախընտրական շտաբի պետ Արմեն Հակոբյանյանն ու Ժառանգություն կուսակցության նախընտրական շտաբի անդամ Արթուր Ավտանդիլյանը։ ԲՀԿ ներկայացուցիչը նշել էր, թե Սիսիանի ուսումնական հաստատությունների ղեկավարները հրաժարվել են տարածք տրամադրել ընտրողների հետ հանդիպելու նպատակով, իսկ Ժառանգության ներկայացուցիչը հայտնել էր, որ կոալիցիոն գործընկերները հանրապետության տարբեր բնակավայրերում ընտրողներին ընտրակաշարք են բաժանում։ Սույն դիմումները ևս հանձնաժողովականները մերժեցին։ Նշվում է, որ Բարգավաճ Հայաստան և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից 8,000-20,000 դրամ ընտրակաշարքներ են բաժանվում, Գավառում, Մասիսում, Արտաշատում, ինչպես նաև անդրադարձել է Շենգավիթում, Արաքիրում բնակվող Ժառանգության անդամների ազանքներին, որտեղ ներկայացնում է, որ ունեցած երկրի կուսակցության ներկայացների կողմից նույնպես ընտրակաշարք է բաժանվում, ջեմի բջջային հեռախոսների դրանց կարգերի տեսքով, ինչպես նաև Հայ-Արաբական Դաշնակցության կողմից Երևանայում 5,000-10,000 դրամ ընտրակաշարքի մասն է խոսքի գնում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմում բողոք ներկայացրել էր նաև թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս պահանջում էր ուժը կորցրած ճանաչել նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը։ Բացի այդ, Փաշինյանը հայտնել էր, որ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գործել է օրենքի կոպիտ խախտումով։ Հիմա դուք մեզ բախում եք, որպեսզի մենք գնանք 7-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, այդ հանձնաժողովը նորից է սխալը կրկնի։ Մենք նորից կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես նորից կրկնի սա։ Որովհետև ես տեսել եմ, դուք տեսել եք այդ հանձնաժողովի անդամների հետ անձամբ ծանոթ եք, այո։ Ենթադրում եք, որ ոչ։ Ես եթե անձամբ ծանոթ եք ու նման որոշում եք կայացնում, ուրեմն առավել ևս ձեր շնորհակալություն, մենք ձեր տեսակետը լսեցինք։ Ես էլ արձանագրում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական հրահանգ է կատարում եւ օրենքով անհետվա որոշումներ կատարելու շարժան։ Ձեզ զրկել ձեր արտահայտվել իրավունքից, որտեղ արդեն դուք մեկնան։ Ես արդեն արտահայտվել։ Որովհետեւ սխալ չի կա։ Դա էլ արդյունքի տա։ Փաշինյանի դիմումները բավարարվեցին մասնակի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին պարտավորեցվեց մեկօրյա ժամկետում նիստ գումարել և քննել թեկնածուի բողոքը։ Փայլակ Վարդյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Երևան։